Ինձ թվում է, որ եթե անգամ Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի կլիներ նրան հորինել, որպեսզի ինքը գա եւ այսօր այստեղ ունենա այն ելույթը, որը ունեցավ, եւ հատկապես անի այն արտահայտությունը, որը արեց, ասում է Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անետացել։ Ո՞նց կարա Արարատը թյուրիմացաբար, այսինքն դուք Արարատը այդքան նսեմացնում եք եւ նսեմացրել եք, որ դուք փաստորեն համարել եք, որ Արարատին կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից։ Հիմա մենք ենք Արարատը ուրանում, թե դուք ժողովուրդ։ Պարոն Մանուկյան, ախր ավելի լավ էր չխոսայիք։ Հետո ես չեմ հասկանում, ամեն ելույթից հետո որ թողում դուրս եք գալիս, լավ է այսօր հետ եկա։ Իշքան գիտեմ գնում եք ծխելու, չէ՞։ Ձեր ելույթները փաստորեն ձեզ են ծխացնում, այդ պարզ է։ Բայց որտեղ եք ծխում, պարոն Մանուկյան, որովհետև ես գիտեմ, որ դուք դրսում համենայն դեպս չեք ծխում, որտեղ բաց տարածք է, այսինքն դուք ծխում եք ազգային ժողովի շենքի տարածքում։ Որտեղ եք ծխում, արգելված տարածքում եք ծխում։ Հա, պարոն Մանուկյան։ Ես ուզում եմ արդյոք ձեր արձագանքները անընդմեջ խոսում են նրա մասին, որ ձեզ հարմար չէ խոսակցությունը եւ վատ եք զգում։ Պարոն Դանելյանին, խեղճ պարոն Դանելյանին դուք պետք կլինի կկանչենք ոստիկան։ Այսինքն ուզում եմ հասկանամ, այդ ի՞նչ է, կներեք էլի պարոն Կոնյան։ Այսինքն ոստիկանին դիմելը տենց բան ոչ վայել գործողություն է, ուզում եմ հասկանամ։ Ես չգիտեմ պրոստը դուք ում եք ծխում, ես կյանքում ծխած չկամ, բայց ուզում եմ ասեմ դուք նորից ձեր դա լեզվամտածելակերպ է, այսինքն ոստիկանին դիմելը մի ինչ որ արարքա, որը պետք չի անել։ Այո, ոստիկան պետք է կանչենք, անկախ նրանից թե ում է վերաբերում։ Կանչում ենք, լավ չեք նայում, ասում եմ։